Ռազմական բարեփոխում չի, որովհետև սա հերթական պարտության բանն է, մոդելն է։ Այլ դեպքում դու պարտվում ես։ Երաշխավորված պարտությունը, եթե դու пассив սպասում ես, մանավանդ լեռնային ռելիեֆում, որտեղ ցանկացած բան ինքը կարող է մի հատ կածանով կտրել ճանապարհը եւ շրջափակել։ Ոչ միայն քո, ասենք, ամբողջ, ասենք, Սյունիք վայրզորը կարող է կտրել։ Ռազմականը քաղաքականության շարունակություն եւ քաղաքականությունը բան։ Սա քաղաքական հարց է եւ սա հանրային քննարկելի հարց է։ Մասնակցությունը ոչ միայն զինվորականների, ոչ միայն նույնիսկ բանակում ծառայեցների, այլ հնարավորինս բնակչության ամբողջ տարբեր մակարդակներում, դա պարտադիր չէ ճակատում կրվելու, բայց ընդհանուր պաշտպանությունը պարտադիր է։ Թուրքերը մեզ Շուշիում արտեցին, չասեմ Նժդեի տակտիկա, բայց շատ մոտ տակտիկա է։ Ճիշտ կազմակերպման դեպքում հաջորդը շատ լավ կկրվի իր նպատակների համար եւ շատ լավ պատրաստ էր, ես կասեի նույնիսկ ավելին, քան 90 անգամները։ Ես վստահ եմ։ Եվ հիմա եմ ես վստահ, ինչ է եղել։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, Մարտական ձայնի այսօրվա հաղորդումը վարում եմ ես, Կարմեն Մարտիրոսյանը, Մարտական եղբայրության մեդիա խմբի անդամ, որովհետև այսօր քաղաքական խմբի անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը մեր պատասխանող կողմն է։ Խոսելու ենք անվտանգության միջավայրի մասին, այն ծրագրի մասին, որ Մարտականը ներդնելու է, երբ դառնանք իշխանություն, որպեսզի կարողանանք երկիրը տանել զորացման ճանապարհով։ Ողջույն Հրանտ ջան։ Բարև Կարմեն ջան։ Առաջինը, որ իմ ուշադրությունը հրավիրեց իր վրա, այն հիմնական դրույթներ, որ անվտանգային միջավայր ասելով Մարտականը նկատի չունի միայն զինվել, նկատի չունի միայն բանակը, պաշտպանական կառույցները եւ այդ ամենը։ Իսկ ինչը նկատի ունի եւ որտեղից է սկսվում անվտանգությունը։ Շատ կարևոր բան է ուրեմն նշում, տես։ Ես նախ ներկայացնեմ մի փոքր, սա այն նախագիծն է, մենք պայմանական սա կոչում ենք ռազմաքաղաքական ծրագիր, որը մեր ազգային հեղափոխություն այդ կուսակցության ծրագրի մասն է դառնալու։ Եվ ինչն է շատ կարևոր, ինչպես դու ասացիր, որտեղ Հայաստանում հիմնական որ ասում են այդ ռազմական ոլորտ բարեփոխում երկու բան, դա ասում դե զինվենք, մեկ էլ բունկերներ կառուցենք։ Դա շատ լավ է, ընտիր է, եւ զինվելը, եւ պաշտպանական կառույցներ կառուցելը, բնենք, բայց դա չի ռազմական եւ ռազմաքաղաքական ավելի լայն, որտեղ ռազմական առանց քաղաքականի չկա, ոլորտի բարեփոխումը։ Նախ եւ առաջ, ինչեւ զինվելը եւ մինչեւ այս կամ այն տիպի կառույցները կառուցելը, դու պետք է իմանաս ինչ մոդելի զինված ուժ ես դու կառուցում եւ ինչ ընդհանուր փիլիսոփայության մեջ է։ Հիմա մարդկանց կարող է թվալ դե փիլիսոփայություն ինչ որ աբստրակտ բան, ոչ, դու ինչ է դա ավելի կոնկրետ։ Նախ եւ առաջ դու պետք է իմանաս ինչ կռիվ ես դու մղելու, ում դեմ ես մղելու։ Երկրորդը, քո զինված ուժերի կառուցումը եւ պաշտպանության կառուցումը պետք է բխի քո պայմաններից, այսինքն քո աշխարհագրությունն է, քո պատմությունն է, քո փորձն է, այդ ու վերջի պատերազմի փորձը, սրանից պետք է սկսվի նաեւ բարեփոխումը։ Եղել է պատերազմ, եթե դու չես վերլուծում այդ պատերազմի քո ունեցած արդյունքի պատճառները, չի կարող լինել ռազմական բարեփոխում։ Երկրորդը, բնականաբար միջազգային փորձը հենց հիմիկվա, այսինքն մեր աչքի առաջ հիմա տեղի ունեն պատերազմներ, ունակ ուկրաինական պատերազմը, անսպար դասագիրք է, եւ ընդհանրապես միջազգային փորձը, բայց մի քանի կարևոր ճշտում անեմ ու անցնենք առաջ, որ ավելի կոնկրետ օրինակներով լինի, հա, օրինակ ասում ենք պայմաններ, ինչ բան է պայմանը, օրինակ առաջին հերթին աշխարհագրությունը, Հայաստանի աշխարհագրությունը, մենք ունենք ոչ միայն ուղղակի փոքր տարածք, շատ փոքր տարածք, այլև նրա կոնֆիգուրացիան այնպես է, մենք ունենք օրինակ հարավում շատ նեղ ըստ էության լայնություն չունեցող մի հատ տարածք, որը պետք է պաշտպանվի։ Այո, կտրված ռելիեֆով, շատ տեղերում էլ բարձր լեռնային, տափաստանային հարթավայրային գոտիներ ունենք, նաև տարբեր լանդշաֆտներ ունենք եւ անտառային ունենք։ Ուրեմն, այս տարածքը անհնար է պաշտպանել զուտ пассив պաշտպանությամբ, այսինքն որ դու սպասես թուրքը քո վրա գա ու դու հերոսաբար պաշտպանվես, ոնց որ հիմա պատկերացնում են այդ բունկերներն չեմ ես նշում։ Դա հերոսական, այսպես ասած, ճակերտներում հերոսական պարտության ճանապարհն է։ Դու պարտավոր ես նման ռելիեֆով միայն այս փաստարկը չի, բայց մենակ եթե նույնիսկ դա լիներ, այս սահմաններով, այս պետությամբ պարտավոր ես ուղղակի ակտիվ պաշտպանության մոդել ունենալ։ Դե համար եմ ասում մոդելը տենց ուղղակի աբստրակտ բան չի։ Ակտիվ պաշտպանությունը կարող է խոսանք, վերջում ես կնշեմ դա ինչ է, հա։ Հիմա ուղղակի նշում եմ պարտավոր ես եւ դրանից բխած, որտեղ դա ենթադրում է համապատասխան զենքեր, ենթադրում է համապատասխան կառուցվածք, բանակի եւ այլն եւ այլն։ Երկրորդ օրինակը քո պայքարի բնույթը, որովհետեւ
տարբեր պատերազմներ են լինում։ Մի բան է, երբ որ մեծ տերությունը մեծ տերության հետ պատերազմ է մղում, սա ուրիշ կանոններ են ենթադրում։ Սա ես չեմ ասում, ռազմական տեսությունը, ռազմական պատմությունը։ Այլ բան է հայ ժողովրդի պես հանուն իր անկախության ազատագրական ըստ էության պայքար մղող ժողովրդի ռազմական տակտիկան լրիվ այլ է, սա նկարագրված է գրականության մեջ, այստեղ հեծանիվ պետք չի հոնել։ Դրանք ժողովրդական պատերազմը ուրիշ կանոններ ունի։ Ժողովրդական պատերազմի ժամանակ դու չես կարող ակեսել դե նահանջեցի, որովհետև, չգիտեմ, ինչ որ բան, դու պետք է մինչև վերջ դիմադրելու սկզբունքը ընդունես, մի բան էլ ասեմ, շուտ երկու բան, հա, շատ կարճ։ Երբ որ ասում ենք հարցեր կան, բայց ամեն դեպքում երբ որ ասում ենք միջազգային փորձ, սովորաբար էլի ինչ են ասում, գնանք տեսնենք Ֆինլանդիայում ինչքան լավ է, պատճենենք։ Շատ լավ է տեսնել Ֆինլանդիան, բայց դա շատ քիչ է։ Մենք հիմա խոսում ենք դրա մասին, որ կառուցել ենք բանակ սովետական մոդելով, հիմա ասում ենք դե սովետականը չաշխատեց, եկեք ՆԱՏՕ-ն կառուցեք։ Ոչ, դա չի ճանապարհը։ Դու պետք է յուրացնես այդ փորձը քո պայմաններին համապատասխան եւ բացի այդ չի կարելի վերցնել ուղակի մի հատ փորձ, կա ահռելի միջազգային պատմության փորձ եւ ռազմական տեսությունը նախևառ պատմության վրա հիմնվում եւ մի հատ էլ Ուկրաինայի մասին, քանի որ շատ եկեցի ասեմ, էլի որ ասում են Ուկրաինայի պատերազմ, ինչ ասում, դե այնտեղ հիմնականում հիշատակում են դրոնները եւ այլն շատ կարեւոր են, բայց ամենակարևոր բանը, որ Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց ի հակադրություն բոլոր ժամանակակից պատկերացումների, որոնք եղել են նախ այդ, երկրորդը որ մարդը, այսինքն որտով հետևակը դեր ունի, նշանակություն ունի, այդտեղ մենակ տեխնիկայի կռիվ չի, եթե մարդը չի կռում, ուսի պատկերացնում են տեխնիկայի կռիվ ժամանակակից կռիվ, ասում են դե մարդը էլ էական չի, մարդն է էական, սա է ցույց տալիս ուկրաինական պատերազմը, մարդը եւ իր դիմադրությունը, եւ նաեւ կարեւոր է բազմա ոնց որ ֆունկցիոնալ կառուցվածքը, այնտեղ կա աշխարհազորի տիպի միավորումներ, կամ պրոֆեսիոնալ միավորումներ, կամ գաղափարական միավորումներ, էսա պետք նաեւ տեսնել եւ յուրացնել։ Այս ամենը տեսականորեն շատ հետաքրքիր է հնչում, բայց երբ որ մենք փորձում ենք դա վերադնել իրականության մեջ, ստացվում է մենք նախատեսում ենք հարձակողական պատերազմ։ Այսօրվա խաղաղությունը թեկուզ փխրուն, թեկուզ ինչ էլ որ ասենք, բայց պիտի ֆիքսենք, որ զոհերը քչացել են։ Ես հիմա, այսպես ասած, տարածված թեզերն եմ ասում։ Ենթադրեք իմ տեղը նստած է մի ԿՊԱ-ական, որովհետև մեր հիմնական ընդդիմախոսները խաղաղության ջատագովներն են, այո, կեղծ խաղաղության։ Դրա համար ճիշտ է, այդ մասին ահագին շատ է խոսում քաղաքական օրագրի էջերում, բայց ամեն դեպքում մեր հիմնական խնդիրն է, ինչ ենք հիմա անելու, այսինքն գործնական հողի վրա։ Հիմա տեսեք, երբ որ մենք ասում ենք հարձակողական թե պաշտպանական, դրանք կենցաղային լեզվում ուղղակի բառեր են։ Ռազմական, էլի եթե վերցնենք գիտության մեջ, տեսության մեջ, դրանք այդքան բան չեն, հակադրված չեն։ Պատահական չի, չէ՞, այդ լավագույն պաշտպանությունը հարձակում է։ Եվ ակտիվ պաշտպանությունը, որը էլի ես չեմ օրինել, ենթադրում է հետևյալը։ Եվ դա բխում է, եմ ասում, մեր պայմաններից։ Ենթադրում է հետևյալը, դու չես սպասում, որ քո վրա հարձակվեն։ Դու ոչ թե ագրեսիա ես անում, այլ երբ որ դու տեսնում ես, որ կա քո նկատմամբ մարտահրավեր, այդ դոկտրինն ես ընդունում եւ այդ տակտիկան կանխարգելի չարվածներ անպայման, սա մենք պետք է ընդունենք, առանց սրա պաշտպանվել հնարավոր չի, պաշտպանության մասին է խոսքը, բայց տակտիկապես դա հարձակում է, բայց էությամբ դա պաշտպանություն է, անպայման դու չես կարող Հայաստանի տարածքը պաշտպանել, եթե չփորձես ըստ հնարավորության տեղափոխել անմիջապես, եթե հնարավոր է, ռազմական գործողությունները թշնամու տարածք, որտեղ դու չունես տարածք, այլ դեպքում դու պարտվում ես։ Երաշխավորված պարտությունը, եթե դու пассив սպասում ես, մանավանդ լեռնային ռելիեֆում, որտեղ ցանկացած բան ինքը կարող է մի հատ կածանով կտրել ճանապարհը եւ շրջափակել, ոչ միայն քո, ասենք, ամբողջ, ասենք, Սյունիք Վայոց ձորը կարող է կտրել մեկ գործողությամբ, 1-2 օրվա մեջ։ Հասկանք, այստեղ դրանից հետո խոսել, չգիտեմ, հարձակողական, պաշտպանական, կոմիակ պաշտպանությունը ակտիվ գործողություններ են, կանխարգելի չարվածներ, տեղափոխել ուրեմն պատերազմը թշնամու տարածք, եթե ինքը ակնհայտ քո նկատմամբ հարձակողական պլաններ ունեն, արագություն, փոքր մոբիլ ստորաբաժանումներ, ակտիվություն եւ անպայման ուրեմն մոբիլություն եւ բարձր ինտելեկտ նաեւ դրա համար պետք է քո սպայությունը, որտեղ արագությունը ապահովում է արագ ռեակցիաներով եւ ինտելեկտուալ կառավարմամբ բարձր մակարդակով։ Կարող են հակադարձել, որ այդ ամենը մենք անում ենք, էլի հիմա ինչ եք ուզում։ Այսօրվա ինչ որ այսօր ես լսում եմ, իրանք իհարկե ասում դե մենք բանակը բարեփոխում ենք։
Ինչ որ ես լսում Նախարարն եմ, ահագին հետաքրքիր տեսանյութեր ցույց տվեց, ինչպես են դիրքերը կահավորում, բավականին լուրջ կառույցներ են պատրաստում, ներսը բավականին լավ, հարմարավետ պատրաստված։ Ընտիր են անում, բայց մեր ժողովուրդը չի հասկանում, նաև մեր ժողովրդին բացատրող չկա, որ այդ ամեն ինչը ռազմատեխնիկական մակարդակն է, եւ այդ ամեն ինչ որ ես տեսնում եմ, իրենք պատրաստում են զուտ пассив պաշտպանության։ Եվ sense բան Թուրքը կգա կամ չգիտեմ հիմա ում դեմ են իրե պետք է սահմանված չի թշնամին սահմանված չի ում դեմ են այդ ամեն ինչ անում իրանք ասում են դեպի խաղաղություն են գնում սա էլ պետք է հստակություն պետք է լինի պետությունը պետք է իմանա ում դեմ է պատրաստում եթե վրացիների դեմ պատերազմը դա ուրիշ բան է պարսիկների դեմ ուրիշ բան է բայց ինչ որ ես տեսնում եմ զուտ նեղ պաշտպանողական փիլիսոփայություն է որը հիմա իրանք կարող են գաղափարապես քաղաքականապես ինչքան ուզում են քարոզչականով հիմնավորել ռազմական բարեփոխում չի որտեվ սա հերթական պարտության բանն է, մոդելն է, եթե դու պետք է զուտ ու ընդ որում այդ պաշտպանական այդ ամուր կառույցները դա պատմության մեջ էլ այնքան ապացուցված դրանց հիմնականում քիչ օրինակներ կան որ գործել են հիմնականում չեն գործում որտեղ միշտ գտնվում է դրան շրջանցելու եւ այդ ամբողջը շրջափակման մեջ գցելու տարբերակը ես ասում եմ Հայաստանի եւ աշխարհագրությունից եւ հաջորդի հոգեբանությունից եւ մեր պատմությունից եւ շատ կարևոր է վերջին պատերազմի փորձից հեսա էլ կասեմ բխում է ակտիվ պաշտպանությունը մենք նայեք խոսում ենք այս օրինակ պատերազմի մասին պարտության մասին ինչ են էլի ներկայացնում ժողովրդին բայրակտարը եկավ խփեց չգիտեմ էս եղավ այն եղավ թուրքերը շատ էին թուրքերը շատով մեզ չեն հաղթել այդ քանակը որ իրանք ունեցել են դա չի վճռորոշ տեր ունեցել ինչ են իրանք արել մոբիլ խմբերով իրանք նույնիսկ մեծ տեխնիկա չեն օգտագործել ճեղքել են մեկ տեղում ընդամենը հարավային ճակատի ամենա այն բան հատվածում ծայրահեղ ամենահարավային ճակատի ամենահարավային հատվածում հորադիզի մոտ ճեղքել են մի տեղ են ճեղքել ճակատը եւ հետո ներթափանցել են փոքր խմբերով գրեթե պարտիզանական տակտիկայով հասել են մինչեւ Շուշի եւ քանի հոգով են իրանք Շուշին գրավել Շուշի գրավելուց տանկեր են եղել, ավիացիա եղել, ոչինչ բան չի եղել, իրանք արել են այն ինչ որ հայերը պետք է անեին, այն որ մեր բարձրաճակատները ծիծաղում են, հա, ֆիդայական պայքար, իրանք վերցրել են այդ փորձը, որովհետև դա պատահական չի Թուրքիան նաև վերցրել ունա քրդերի դեմ պայքարից, Սիրիայում պայքարից, վերցրել են այդ պարտիզանական ժողովրդական պայքարի փորձը, դա վերածել են պրոֆեսիոնալ ստորաբաժանումների, ներառել են պրոֆեսիոնալ մեջ եւ հաղթել են հայերին այնպես, ինչպես սովորաբար հայերը կռվել են եւ ինչպես որ հայերը պետք է հաղթեին թուրքերին դե այս փորձն էլ մեզ բան չի ասում այսինքն սա է եւ իրանք գործել են այդ կերպով այսինքն սա ակտիվ բանի կերպն է դու ներթափանցում ես դու շրջանցում ես դու արագություն ես ապրում մոբիլություն ես ապրում դու չես գնում ճակատային գրողների դու չես գցում այդ տանկերի քանակ չգիտեմ ես ինչի քանակ դու գործում ես ըստ էության ժողովրդական պայքարից փոխառած մեթոդներով, որոնք վերածված են պրոֆեսիոնալ մակարդակի։ Վերադառնալով ամեն դեպքում բանակաշինությանը, ասում են, որ անում ենք։ Ինչ պետք է, էդ էլ անում ենք, զինվում ենք եւ պարտադիր չի, որ դրա մասին խոսի, պարտադիր չի զորավարժությունները նկարենք, ցույց տանք, պարտադիր չի զենքերը նկարենք եւ իրենց տակտիկական բնութագրերը հրապարակենք, հայկական արտադրողներ էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք։ Տեսեք, այդ զինվելը մասով արդեն ասացի, նորից չկրկնեմ, ասում զինվելը չի, զինվելը շատ լավ է, բայց զինվելը 5-րդ մակարդակն է, ռազմական բարեփոխումը, որը սկսվում է էլի ասացինք հատը չի, բայց այստեղ մի հատ ուրիշ կարևոր մոլորություն կա, որ էլի շատ ճիշտ նշում ես մենք չենք կարող ցույց տալ, դա չգիտեմ, Եվան, հիմա տեսեք։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական մասին, այո, դա այդպես է, պետությունը պարտավոր չի ամեն ինչ, այսպես ասած, տեղակ պայել, քապանցիկ լինել, ռազմատեխնիկական, բայց ինչ վերաբերում է ռազմական բարեփոխմանը, այսինքն մոդելների հարցին, սա քաղաքական հարց է, ոչ թե զուտ ռազմական կամ տեխնիկական, այդ դասական սահմանումը կա Կլաուզևիցից եկող եւ մինչեւ հիմա ընդունված որ ռազմականը քաղաքականության շարունակություն եւ քաղաքականությունը բան։ Սա քաղաքական հարց է եւ սա հանրային քննարկելի հարց է։ Բանակի մոդելը թաքուն չի կարող լինի ընդունել, բանակի մոդելը պետք է քննարկվի։ Այդտեղ գաղտնիք չի կարող լինել, գաղտնիքը գալիս է տեխնիկան, բայց տեխնիկան բխում է քո ընդունված մոդելից, որտեղ աշխարհում միլիոն տեսակի զենք կա, հարձակողական, պաշտպանողական, պարտիզանական, չգիտեմ, չպարտիզանական, դու ինչով ես կռվելու, կախված է նրանից, թե դու ինչ մոդել ես ընդունել բանակի, ինչ ստրատեգիա եւ տակտիկա ես ընդունել, իսկ դա քաղաքական հարց է, դա քաղաքական որոշման խնդիր է, դա ռազմական մասնագետները չեն որոշում իդեպ, որովհետեւ ռազմական մասնագետը միայնակ չի կարող դա որոշել, որտեղ քաղաքական հարցեր կա ում դեմ ես դու կռվելու, ով է քո հնարավոր թշնամին, դա քաղաքականությունն է որոշում։
ինչ տակտիկայի, ինչ ոչ թե տակտիկան իհարկե ռազմական մասնագետներն է, այն մեծ քաղաքական ստրատեգիան քաղաքականությունն է որոշում եւ դա քննարկելի է, բնականաբար քննարկելի է, անպայման քննարկելի է եւ դա ընդհանրապես էլի նոր բան չեմ ասում։ Եթե իհարկե ազատ հասարակության մասին է խոսքը ոչ թե բռնապետության, դա քննարկվում է, ներկայացվում է եւ հետո դրանից բխող արդեն ռազմատեխնիկական մասը կարող գաղտնի մնալ։ Իսկ այստեղ ուղղակի բան է, այսպես ասած առիթ է, որ ասեն հա անում ենք, մի երկու հատ նկարենք գցում բունկերի, հա զուտ ժողովուրդն էլ ասում է դե լավ է, էլի։ Եվ ոչ միայն ժողովուրդը կներեք, Հայաստանում ցավոք սրտի քաղաքական ակտիվ մարդիկ էլ շատ ռազմական վերլուծաբաններ բավականին հիացմունքով խոսում են այդ կադրերի մասին։ Դե ռազմական վերլուծաբան Հայաստանում կներեք էլ։ Կրպանային։ 1980։ Եվ ամեն դեպքում փորձենք հասկանալ գործնական առումով ինչ ենք առաջարկում։ Ասենք, վաղը մարտական եղբայրություն, միաբանությունը վերցնում է իշխանություն։ Առաջին 3 քայլերը, որոնք պիտի արվեն անվտանգային միջավայրը այնպեսին դարձնելու համար, ինչպեսին մենք ի վերջո պատկերացնում ենք այդ։ Դե եթե խոսում ենք անվտանգությունը մի քիչ լայն է ավելի, եթե խոսում ենք կոնկրետ հենց ռազմաքաղաքականից, այսինքն պաշտպանության ոլորտից, այդտեղ շատ բարդ է իհարկե առաջին քայլեր հենց ասել, ամենանվազագույն բաները, հա, որտեղ իհարկե այս ծրագիրը իրականացնել հնարավոր չէ 2-3 ամսում, բայց նվազագույն բաներ անպայման ստեղծել հատուկ ստորաբաժանումներ, որոնք ի վիճակի կլինեն, որ ես չգիտեմ որքանով կամ որոնք ի վիճակի կլինեն լոկալ գործողություններում շատ արագ հասնել հաջողության եւ եթե պետք լինի այդ իմ ասած ակտիվ պաշտպանության տակտիկան կիրառեն, այսինքն իրանք պետք է մարզվեն այդ ակտիվ պաշտպանության համար, ոչ թե բունկերային, ոչ թե թաքնվենք բանի հետևը, ակտիվ գործողությունների համար։ Դա այդքան երկար ժամանակ չի պահանջում, դա նվազագույնն է։ Երկրորդը, սա այս մեծ ծրագրի մեջ հիշատակված չի, բայց շատ կարևոր է հենց հիմա նաև սպայական կազմի, ես կարծում եմ, փոփոխություն դա շուտ պետք է արվեր, որովհետև մենք ունեցել ենք որտեղից ախր։ Մենք ասեմ որտեղից։ Մենք ես դա ասել եմ այն ժամանակ դեռ, երբ որ պատերազմը նոր էր ավարտվել, հենց իրենց եմ դա փոխանցել, որ մենք ունեցել ենք պատերազմ։ Պատերազմում մենք ունեցել ենք միջին եւ կրտսեր սպայության մեջ հաստատ ունեցել ենք աչքի ընկած մարդկանց։ Դա ես չեմ կարող հիմա այդ ցանկը ներկայացնել, բայց եթե պետություն է, պետությունը հաստատ կարող է այդ մարդկանց գտնել եւ փոխարինել, շատ արագ պետք է փոխարինել։ Ինչու՞։ Որովհետեւ եթե պատերազմը նույնպես մասնագիտություն է, չէ՞, եթե այդ բարձրաստիճան քո ղեկավարությունը ռազմական, ինչ պատճառով կարևոր չի եւ ինչ չափով չի կարողացել իր մասնագիտական պարտքը ճիշտ ձևով կատարել, եթե դու այդ եզրակացություն ես գալիս, դու պետքա որտեղից փնտրես այդ ռեզերվը։ Բնականաբար դու պետք է նայես պատերազմի ընթացքում ով ինչպես է շատ արագ այդ մարդկանց կոչումներով եւ այլնով պետք է բարձրացնել, պետք է գնահատել եւ հիմա էլ ուշ չի պետք է դա անել, այդ է քո ռեզերվը։ Այդտեղից ես վերցնում, օդից բարձր չես բերելու այդ մարդկանց։ Արդեն իրանց հետ ինչ ես անում, չգիտեմ, հատուկ հավելյալ կրթություն ես տալիս, պաշտոններ ես տալիս, պատասխանատվություն ես տալիս եւ թողնում ես, շատ կարեւոր է նաեւ մեր դեպքում, եթե մենք ուզում ենք իրոք եւ հայկական բանակ կառուցել եւ միջազգային փորձին համապատասխան, որպեսզի մեր եւ միջին եւ կրտսեր սպայություն եւ ընդհանուր միջև սերժանտները ունենան ինքնուրույնություն, որտեւ այդ սովետական մոդելը, որտեղ կամ ռուսականը, նույնիսկ ռուսներն են հիմա դա փոխում, որ ասենք մինչև հրամանը գալիս է վերևից ու ինքը պետք է բանի, ինքը պետք է տեղում կողնորոշվելու, եթե մենք խոսում ենք արագության, մոբիլության եւ հայկական հոգեբանության համապատասխանություն եւ մեր պայմաններին, ինքը պետք է արագ ինքնուրույն որոշումների կարողություն եւ իրավունք ունենա։ Դրա համար բնականաբար պետք է նաեւ որոշակի կրթություն, բայց նաեւ դու այդ հոգեբանությունը պետք է իրավունքը իրեն պետք է տաս։ Էս էլ է շատ։ Որքան գիտեմ իրավունքը ունեն, ուղղակի համապատասխան ավանդույթը այդքան չկա, պետք է այդ ավանդույթը մտցնել եւ դրա համար եմ ասում, դրա համար դու պետք է գտնես այնպիսի մարդկանց, որոնք նաեւ ցուցաբերել են նախաձեռնողականություն, ինքնուրույնություն հենց պատերազմի ժամանակ, որտեղ պատերազմից ավելի, ասենց ասած, լավ փորձություն այդ սպայի համար կամ չգիտեմ, ողա փորձարկում որն է, այդտեղից պետք է վերցնես։ Եվ այդ ինքը ցուցաբերել է հակում ինքնուրույնության, նախաձեռնողականության, ուրեմն դու պետք է իրան գտնես, վերցնես, աճացնես։ Ես վստահ եմ, այդ մարդիկ քիչ չեն։ Անկեղծ ասած, մեր զրույցին պատրաստվելիս ես ավելի շատ մտածում եի, որ առաջին հարցից սկսած մեր զրույցը գնալի է կրթության ուղղությամբ, որովհետև ես ինքս պատկերացնում եմ, որ անվտանգային միջավայրում պիտի ներգրաված լինեն բոլորը, եւ ըստ այդմ պիտի կրթությունը լինի այն հիմնակարը, որով ամեն մարդ իր տեղում պիտի տեսնի իր դերը պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակի ժամանակ, խաղաղ
այսպես ասած, ժամանակ չնայած մեր մոտ հիմա խաղաղը եւ ոչ խաղաղը շատ ներհյուսված են իրար կրթական առումով։ Էլի շատ կարևոր բան ես ասում, բայց երբ որ մասնակցության մասին է խոսում, հա, ճիշտ է, թեման հասարակական բան, իսկ իրոք մեր տիպի պետության համար մասնակցությունը ոչ միայն զինվորականների, ոչ միայն նույնիսկ բանակում ծառայեցների, այլ հնարավորինս բնակչության ամբողջ տարբեր մակարդակներով, դա պարտադիր չէ ճակատում կռվել, բայց ընդհանուր պաշտպանության պարտադիր է, որովհետև այս սահմանափակ ռեսուրսով, բայց մենակ ռեսուրսը չի, նաև մեր պայքարի բնույթը ազգային ազատագրական, ինքը ենթադրում է ներգրավվածություն բոլոր մակարդակներում, բայց ասեմ դա մենակ մեր մոտ չէ որ խնդիր, ես շատ եմ բանալել խոսել նաև, նույնիսկ այսօր հենց նույն եվրոպական երկրներում, որոնք մարդու պակաս չունեն, շատ եմ այդ օրինակը բերել հենց քաղաքական օրակարգում, չէ, Գերմանիան, Շվեդիան, ասում են ժողովրդի քաղաքացիների ներգրավում, նույնիսկ ռիսկ չեն անում այդքան բանի մասին դեռ խոսալ ակնարկում են, բայց մենք քաղաքացիները պետք է ներգրավենք, թե չէ մենք չենք կարող պատերազմ։ Սա պարտադիր է։ Ինչ վերաբերում է կրթությանը, մի քանի մակարդակով պետք է գնա, Հայաստանում լրջագույն բաց է, նմանավանդելի մեր պետության ուրեմն դեպքում, որ այդ անվտանգային խնդիրը միշտ է ունենում, որտեղ այս տարածաշրջանում է ապրում, որ սկսած քաղաքական գործիչներից եւ նույնիսկ ռազմական գործիչների մի մասից չունեն տարական, տեսեք, ես չեմ ասում բարձր պատկերացում, մասնագիտական չէ, տարական պատկերացում ռազմականի մասին։ Չկա նույնիսկ պատկերացում ոչ մեր քաղաքական խավի մեջ, ոչ մտավորականության մեջ, ել չեմ ասում ժողովրդին, որտեղ ժողովրդին դա պետք է մեկը սովորացնի, որ այդ անտերը կները գիտություն է, որոնք մարդիկ զարգացնում եւ զարգացնում են մինչեւ հիմա, դա տենց ուղղակի բան չի, կոֆեի շուրջ խոսալու թեմա չի, ամեն մեկը չի կարող, դա տենց ինչ որ բաներ եղավ։ Բայց չի կարծում որ դա համընդհանուր է բոլոր ոլորտների համար։ Գալիս է կոവിഡ്ը, բոլորը դառնում են դեղագետ եւ համաճարակաբան։ Ավելի շեշտված է, որովհետեւ ցավոք սրտի, սա նոր խնդիր չի։ Մենք հայերենով ունենք գրեթե բոլոր գիտություններին վերաբերող քիչ թե շատ գրականություն, գոնե թարգմանական ասենք, ամեն ինչից համարյա ունենք, էլի ասենք։ Ինչ որ չափով ռազմական գիտություն հայերենով ցավոք սրտի, սա 100 տարվա մեջ հայերենով գրեթե չի արտադրվել, հատուկ են բաներ կա, մի երկու բան Նժդեհն ա գրել, մի երկու բան Ռուբեն Տերմինասյանն ա գրել, մասնակի ինչ որ բաների մասին, չկա թարգմանածել, չկա, գոյություն չունի։ Հայկական մեր պատկերացման մեջ ռազմական գիտություն երևույթը գոյություն չունի, սա եւ սա այն դեպքում, երբ որ սա մի պետություն էր, որ 30 տարի ասում էր, հիմա ասենք ասում են խաղաղություն են գնում եւ այլն, այլ է իհարկե եկել, բայց 30 տարի ասում էին մենք պատերազմ եւ այլն, չկա հայերենով գրականություն չկա։ Ինչի մասին ասես կա, դա կա։ Եվ դա պետք է մտնի, ես ել եմ խոսում տարական մակարդակով, ընդհանրապես նախ նրանք ովքեր որ հավակնում են Հայաստանը ղեկավարել, պարտավոր են, նույնիսկ ես չգիտեմ կարելի թեստեր սահմանել, տարական շեշտում եմ մակարդակով պատկեցնել այն ինչ որ քաղաքականությունը ու ռազմականը այդ միացման կետում։ Չեմ ասում տեխնիկական, բայց իրանք պետք է իմանան ինչ բանա պատերազմը, պետք է իմանան օրինակ ինչ բանա կապիտուլյացիա։ Հայաստան բոլորը խոսում են կապիտուլյացիա։ Սահմանում չկա։ Հա, ինչ որ տենց բառեր են ստեղից ընդեղից վերցնում, պետք է իմանան տակտիկան ինչ է, ստրատեգիան ինչ է, օպերատիվ արվեստը ինչ է, ինչով են դրանք իրարից տարբերվում, ինչի է ասում պատերազմը քաղաքականության շարունակություն է, դա ինչ է նշանակում, ինչ է դրանից բխում, ռազմական բարեփոխումը ինչ է, մինիմալ նույնիսկ խաղաղությունը ինչ է, որովհետև ասում են խաղաղություն, այդ ինչ է այդ խաղաղությունը, խաղաղություն եւ պատերազմը իրար հետ անկապտելիորեն կապված անընդհատ ցիկլեր են, ցանկացած պատերազմ ինքը բխում է խաղաղության մեջ հասունացող հակասություններից, ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, խաղաղությունը պատերազմների հետևանք է եւ նվազագույն բան պետք է իմանալ, պետք է պատմությունը օրինակ կներեք էլի այս օրինակը բերեմ, շատ են ասում, դե օրինակ Նժդեհի ժամանակները անցել են, դուք ինչ գիտեք, որտեվ դուք չեք հասկացել այդ մարդը ոնց է հաղթել, ձեզ թվում է ինքը տակ չի կատվել սարերով, ասես ասել հոն առաջ հայոց քաջեր ու հաղթել է, տենց չի եղել։ Մարդը շատ կոնկրետ տակտիկա է կիրառել, մարդը եկել է տեղի ժողովրդից ստեղծել է ռազմունակ, իհարկե մինչև այդ եղել են գործիչներ, որ բան նպաստել են, ստեղծել է ռազմունակ ուժ եւ ինքը հասկացել է, որ շատ սահմանափակ ուժով շատ մեծ ուժի դեմ է կռվում, ուրեմն ինչ պետք է անի եւ մշակել այդ իր տակտիկան, մշակել է նաեւ շատ կարեւոր դեր այն հատկացել քարոզչությանը, հոգեբանական աշխատանքին, այդ ամեն ինչը նախապատրաստել է եւ նոր այդ փայլուն հաղթանակները ձեռք է բերել ոչ թե ուղղակի հրաշքով, բայց քանի որ անգրագետ են ասում են անցելը չի անցել, դա երբեք չի անցել, որովհետև 1990-ների նույն օրինակը որ բերեմ, էլի թուրքերը մեզ Շուշիում հաղթեցին, չասեմ Նժդեհի տակտիկա, բայց շատ մոտ տակտիկայով։ Այն ինչ որ Նժդեհը Ղափանում 300 հոգով գնում էր, ասենք եկա ռուսական զորամասեր, ասենք գրավում ու բաներ անում, զինաթափում էր,
Իրանք մեր հետ արեցին, որովհետև իրանք չեն ասում ժամանակները անցել է։ Անլուրջ այդ վերաբերմունքը չկա ոչ մի բանի նկատմամբ։ Մենք այդ փորձ ունենք։ Մենք ամեն ինչի փորձ ունենք։ Բայց չենք սովորում, չենք վերցնում եւ չենք ուզում կրթվել։ Հարցեր շատ կան, բայց այսօր ժամանակի մեջ տեղավորվելով փորձենք ամփոփել զրույցը եւ տամ վերջին ծանր հարցը։ Իսկ եթե մարդիկ չեն ուզում կռվել, չեն ուզում մարդիկ դառնալ զինված հասարակություն, չեն ուզում դառնալ այնպիսի, ինչ ասեմ, այնպիսի համայնք, որ պիտի նաեւ իր անվտանգային խնդիրներով զբաղվի։ Կներես Կարմեն ջան, այդ հեքիաթը։ Դες բան չկա։ Կռվում են ոչ թե մարդիկ, այսինքն այսօրվա դարում։ Նախնադարյան հասարակության մեջ ցեղերը երբ որ կռվում են, կարող է մարդիկ չեն կռվում, նույնիսկ ժողովուրդները չեն կռվում, պետություններն են կռվում։ Պետությունն է, ասենց ասած, որոշում մարդիկ ուզում են կռվել թե չէ, կներես, եւ պետությունը կազմակերպում, երբ որ այս երկու օրինակը բերեմ, երբ որ օրինակ ասում են այս վերջի պատերազմի ժամանակ, դե գնացին այդ կամավորները ու հետո այդ փախան չկռվեցին, հա, բայց դու մեղք գնա։ Ձեզ թվում է այն ուրիշ երկրներում կամ այդ ձեր սիրած ուրիշ պատերազմներում, չգիտեմ, սովետական այդ պատերազմն չէ, ամեն ինչ շատ սիրում են երկրորդ համաշխարհը։ Այդպես բոլորը ուզելով գնացել են կռվել, հետո տեսել են հետ են ով է իրաց հետ տողը։ Պետությունը, պետության մեղքն է։ Կամ ասում են նշենք հազար ներողություն, որ չփախնողները ավելի շատ էին։ Եվ եթե այդքան շատ էին այդ փախնողները, ուր են անունները։ Այդ մեղքը գցել անընդհատ ժողովրդի վրա, դա 1920 թվին էլ նույն մեր կառավարությունը մեղքը գցում, ժողովուրդը չուզեց կռվել։ Նա ժողովրդի կռվելով չի, պետությունն է կռվում եւ պետությունն է կռվածնում, կոպիտած եւ պետությունն է ապահովում։ Այդ 100,000 հայը, որ գնացին զոհվեցին երկրորդ համաշխարհային պատերազմում, այն շատ հետաքրքիր է, այնից քանիսն էր ուզում գնար կռվել։ Այդ հիմա են տես ներկայացում, բնականաբար չէին ուզում մարդիկ։ Միշտ մի 5-10% է որ տենց քաջաբար գնում է կամ ասենք տեսնում է բան։ Հետո արնակամեղած ժողովուրդ, կիսասով։ Բայց շանս չեն ունեցել, որտեղ սովետական պետության մեջ դու շանս չունեիր։ Բայց դա սովետական պետությունն է, իսկ այստեղ քո ազգային պայքարն է եւ քո պետությունն է, այսինքն դու ժողովրդի վրա գցել եւ պետությունը ուրեմն ճիշտ չի կազմակերպել, այդքան բան։ Ես վստահ եմ եւ ես շատ լավ հիշում եմ, մեր ժողովուրդը պատրաստ էր կռվի 20 թվին։ Պետությունը պետքա ճիշտ է կազմակերպել, պետության համակարգերը պետքա ճիշտ կազմակերպել, ասել մարդիկ ուզում են թե չեն ուզում, դա նշական պետություն չկա, մարդկանց ուզելով չի, վերջո պետությունը ասա թե ինչ է։ Հասկանում եք, էսա խնդիրը։ Եվ պետությունը ունի օրենքներ եւ այդ օրենքները կարող է կիրառել եւ ելի եմ ասում, բայց այդ խիստ պատիժների կարիքներ չլինի, դա կարող է հազվադեպ դեպքերում ճիշտ կազմակերպման դեպքում հայ ժողովուրդը շատ լավ կկռվի իր նպատակների համար եւ շատ լավ պատրաստ էր, ես կասեի նույնիսկ ավելին քան 90-ականների։ Իրականում ես վստահ եմ, որ եւ հիմա եմ ես վստահ, ինչ ա եղել մեր ժողովրդին, որ ասենք չուզենա։ Մանավանդ ինքը իր երկիրն է պաշտպանում, ուրիշ մենք խնդիր չունենք, մենք չենք գնում ինչ որ մեկին նվաճենք։ Մեր երկրի մեր տան պաշտպանության մասին է խոսքը, ոնց կարող է մարդը, եթե դու իրան ճիշտ հնարավորություն տաս, ճիշտ կազմակերպես, չուզենա։ Մանավանդ որ մեծամասամբ շատ լավ էլ պատկերացնում են ինչ մասն է խոսքը եւ ինչ արժեք ունի Արցախը, Հայաստան աշխարհի բարության եւ հիմա այդ քարոզչությունը Եվանը դա ուրիշ բան է, բայց եկեք չմոռանանք 20 թվին ժողովրդի հոգեբանությունը եւ մինչեւ վերջ ժողովրդի մեծ մասը մինչեւ նոյեմբերի 9-ի ժամը 12-ը իր պետության կողմից էր եւ մարդիկ չէին հավատում, որ ստորագրել նոյեմբերի 9-ը։ Սա էլ հիշենք։ Այդ հիմա են շատերը մոռացել։ Եվ նույնիսկ ստորագրելուց հետո փորձում էին չհավատալ, ամեն կերպ ինչ որ շրջանցել, Նիկոլը չի երևացել կադրում եւ չվերադառնանք այդ օրեր։ Հաճախ երբ որ համեմատում են մեր օրերը Սարդարապատի օրերի հետ կամ համենայն դեպս 2020-ի պատերազմը համեմատեցին Սարդարապատի հետ, Սարդարապատում էլ կարծես թե պետությունը չէր ուզում կազմակերպել ինքնապաշտպանական պայքար եւ կաթողիկոսությունը արդեն հանելու վրա էր, երբ որ ինքը կաթողիկոսը ասեց չէ, մնում ենք եւ կռվում ենք։ Եվ ոնց որ ամենից զարգացավ արդեն այդ խոսքից հետո։ Հիմա հնարավոր է, որ այդ անալոգով եկեղեցու դեմ հալածանքները կոնկրետ մարտական կամ մարտավարական կամ հենց կոնկրետ ռազմական բնույթի են։ Եկեղեցու մասին առանձին բան կան, բայց հիմա մինչև այդ ասեմ, Սարդարապատի մասին էսիական ռուս-թուրքականում, ռուս-թուրքական վանդակում կարծեմ ծավալուն, այո, բան խոսել է։ Տեսեք խնդիրը որն է։ Իհարկե պետություն, մենք չենք ունեցել այդ ժամանակ պետություն։ Եվ այն ինչ որ մենք ունեցել ենք ռազմական ղեկավարություն, այդ թվում Սիլիկյանը, որ հետո գնաց կռվեց եւ այլն եւ այլն։ Այո, իրանք դահանջում էին եւ նույն Սիլիկյանը կաթողիկոսին էլ ասեց բան արա եւ այստեղ էլ Երևանը եկել էր պատրաստում են գնային Արագած։ Դա էր սպայությունը, դա էր առաջարկում, նույնիսկ մեղադրելու չի, որտեղ Էրզրումից, Երզնկայից նույնիսկ նահանջելով եկել են։ Բայց Երևանում կար նաև ամեն դեպքում այդ քաղաքական միջուկը Արամ Մանուկյանի գլխավորությամբ
Ճիշտը խոսենք, հիմնականում դա վանեցիներն էին։ Վանի դաշնակցության կոմիտեն էր, հիմա այստեղ խնդիրը այն չի, որ վանեցի էին ավելի լավն էին, քան երևանցիները, իրանք փորձ ունեին։ Վանի ժողովուրդը եւ մինչեւ այդ մարզված էր ինքը։ Մինչեւ ինչի Վան ինքնապաշտպանություն եղավ, իսկ օրինակ Էրզրումի ժողովուրդը, ես օրինակ Էրզրումցի եմ, ծագումով չասեմ վանեցի, ես Վանի հետ ոչ մի կապ չունեմ։ Եվ Վանի ժողովուրդը մարզված եղել, ինչու ինքնապաշտպանություն կարողացան, որովհետեւ տարիներով նույն Արամ Մանուկյանը իշխանը 1904-ից մինչև 8 թվական հատկապես ամենուրա ռեժիմով մարզվել են բոլոր գյուղերը այդ շրջանի եւ պարտադրվել է իդեպ որ գյուղացին զենք ունենա գախնի թուրքական պետության մեջ ընդհատակյա եւ գալիս ստուգում են եթե զենք չունես կամ զենքը տանսակ վիճակում դու պատժվում ես հենց այդ նույն ասենք այդ դաշնակցության կողմից այդ ժամանակվա այդ դաշնակցության այդ մի կոմիտեն շատ լավն էր Վանի կոմիտեն ամենալավն էր մյուսները մի կողմ թողնեն եւ դրա համար երբ որ իրանք դեվանիցիները հիմնական Երևան եկան մեծ մասը եւ այստեղ երբ որ արդեն թուրքական զորքը մոտենում էր եւ զորքը փախնում էր 2-3 ամիս առաջ արդեն այստեղ թերթերով բաներով աղբյուրներով նախապատրաստվել է այդ աշխատանքը եւ քարոզչություն է տարվել եւ կազմակերպվել է ուրեմն այդ քաղաքական իմաստով եւ ռազմական իմաստով երբ որ եկել հասել են Երևան այստեղ արդեն դա պետության միջուկ էր կարելի ասել պետություն չէր բայց ղեկավարում կար գլուխ կար նույն Երևանի պետական դուման պատրաստում էր փախնել կամ հա ասում էին աղոհացով թուրքերին դիմավորենք բայց կարողացան իրանք նաև ժողովրդին իրենց կողմը քաշել այսինքն Երևանի ժողովուրդը ինքը այդ պետական դումային չլսեց այդ սպաներին չլսեց ինքը լսեց Արամ Մանուկյանին եւ իհարկե կաթողիկոսի դեր այսինքն այստեղ երկու բան է համընկնում աշխարհիկը եւ հոգեվորը եւ այստեղից այսինքն երբ որ ասում են Սարդարապատում հայ ժողովուրդը ոտքի կանգնեց էլի մեզ հեքիաթի պես բան են պատում տարերային դա չի նույն կազմակերպված եղել եւ տեսեք նույն հայ ժողովուրդը 18-ին Սարդարապատում հաղթեց 20 թվականի արցում փախա ոնց ալու նույն հայ ժողովուրդը 90-ականներին Արցախում հաղթեց այստեղ ասիկը ժողովրդի խնդիրը չի պարտվեցին կոնկրետ պարտվեց մեր զորքը կռվել բայց պարտվել է իրոք պարտվել է բայց այսինքն նույն ժողովուրդն է եղել նույն զորքն է եղել նույն մարդիկ են եղել ինչու է եղել որովհետեւ քաղաքական ղեկավարության խնդիր է ղեկավարման խնդիր է քաղաքական եւ ռազմական այնտեղ եղել է ղեկավարում այստեղ սխալ ղեկավարում եղել պարտվել երկու տարվա տարբերությամբ չէ հացածակում բա ինչ եղավ այդ ժողովրդին միտեղ թուրքական բանակին կարող ավելի ուժեղ Օսմանյան դեր բանակին իսկ Քեմալի որը բանակել չէր հա էսա հիմա խնդիրը ինչ վերաբերում է այսօր եկեղեցու թեմային անմիջապես ռազմականի հետ գուցե չկապենք բայց իհարկե սա շատ այսպես ասած խորը թեմա է խորը ծալքերով թեմա է նույնիսկ կարող ենք մինչև վերջ այս բային չպատկերացնենք դրա բոլոր ծալքերը Ես անկեղծ ասեմ, ես մեծ sense ասած երկրպագու չեմ մեր այսօրվա կաթողիկոսի, հա, բայց դա ընդհանրապես կապ չունի, որտեղ այստեղ ինստիտուտների մասին է խոսքը։ Ես իհարկե շատ կողմ եմ, որ մեր եկեղեցին ոչ թե կողմ եմ, պարտադիր պետք է բարեփոխվի իր ներսից։ Սա պարտադիր է եւ իհարկե մենք հասկանում ենք, որ այո, մեր եկեղեցին ունեցել է խնդիր սովետական միության մեջ, ներթափանցվել է այդտեղ, այդ բնական է, բոլորս գիտենք այդ գործակալական ցանցը, բայց այն ինչ որ այսօր ասվում է կեղծիք է թե դրա դեմ է պայքարում այսօր ստեղծում է քաոս եկեղեցու շուրջ այսօր ոչ թե բարեփոխում է տեղի ունենում այլ պարզապես փչացվում է եւ այդ թեման եւ ընդհանրապես ասենք այսօրվա ամենավերջին հարցս հայ ժողովուրդը սիրում է ժամկետներ կարողանում ենք նշել ժամկետ զորանալու որպեսզի կարողանանք համարվել դիմակայուն պետություն որպեսզի որևէ մեկը մեզ չասի SLC չի թե չէ պատերազմից սկսած ժամկետ եթե վաղվանից մեկն է այո Ես կարծում դա երկաժամկետների մասին չի խոսքը, այս ինչ որ ստեղ դրած է, այդ սկզբունքն է, դա բարդ բաներ չէ։ Ռազմական բարեփոխումը տեսականորեն կարող է 10 մետր դեպի ցանկացած բարեփոխում, բայց հիմնական սկզբունքները կիրառելու ես կարող եմ օրերով չասեմ, բայց իմ պատկերացմամբ 2-3 տարին հերիք է, նույնիսկ մի տարին հերիք է, որ իմ կարծիքով, որտեղ ես խորհրդակցել եմ այս թեմով, նաև հարցրել եմ, ռազմական մասնագետին, ասել եմ, ինչքան օրինակ է որպեսզի մենք վստահ լինենք, որ լոկալ բախման մեջ մենք կարող ենք դիմադրություն ցույց տալ, հա, օրինակ ասենք չի ոնց է 22 թվականի դեպքերի մեջ։ Ասել մի տարին հերիք, ասել մի տարին հերիք։ Սա ինձ ասել մի քանիսն հարցեր, չէ՞ հարցեր, որ երաշխավորված է ստախում։ Այդ նվազագույնը։ Ես կարծում եմ մնացածը իհարկե բարամբաշտերի, բայց 2-3 տարվա մեջ պետք է իմ կարծիքով պատրաստ։ Բարդ բան չկա եւ էլի դատակները չենք ստեղծում։ Եթե դու ճիշտ նպատակը դնում ես եւ ժողովրդի մեջ այդ պոտենցիալը կա եւ հաստատ զինվորականների եւ սպառության մեջ այդ պոտենցիալը կա։ Շնորհակալություն որ մեզ հետևեցիք։ Հուսով եմ
մեր ներկայացրած դիտարկումները համոզիչ են։ Ինձ համար որ համոզիչ։ Շնորհակալ եմ այսօր ժողովուրդ, որ մինչև վերջ մեզ ուշադիր լսեցիք եւ դեռ այս վերջի շրջանի մավանդական կոչը։ Եկեք մարտական եղբայրություն, ծանոթացեք ըստ հնարավորության ըստ կարողության ներգրավեք մեր գործունեության մեջ, ըստ ցանկության ըստ հնարավորության գրանցվեք մեր ազգային հեղափոխություն կուսակցության շարքերում, որպեսզի դառնաք Հայաստանում առաջին եւ առաջին վերջին հայկական քաղաքական ուժի համահիմնադիրները։ Մոտ տապես մի ամիս դեռ ժամանակ ունեք, պես որ շտապ